Ով մեղավոր, որ չի հրապարակում մեղավորների տակ։ Ես հասկացա ձեր Կներեք, ես ձեզ մի բան ասեմ, էլի։ Դուք գիտեք ինչի այդ նիստը չի եղել ու առհասարակ ինչի է զեկույցը չեն հնարավոր։ Ներողություն պարտավոր ենք իմանալ, որ չգիտենք թե։ Չէ, ռետորական հարց եմ տալիս, էլի, ես հիմա պատասխանում։ Չէ, ոչ եք ուզում պատասխանեք։ Եկեք անկեղծ ասենք ինչի չի հրապարակում։ Չէ, ես ինչի չի հրապարակում։ Չէ, նկատի ունեմ իրանք տենց մեծ շուքով այդ բանը հանձնաժողովը ստեղծեցին, մեզ մեղադրում էին դուք ինչի չեք մասնակցում այդ հանձնաժողովին։ Մենք էլ ասում ենք, որ հանցագործը չի կարա քննի իր գործած հանցանքները։ Մենք շատ կոնկրետ հիմնավորում էինք վերում, թե ինչի չենք մասնակցում։ Նպաստեցիք, որ զեկույցը չհրապարակվի։ Չէ, այդ զեկույցը գիտեք ինչի չեն հրապարակել։ Ու գիտեք կներես էլի Գարնի ջան, ու գիտեք նիստն ինչի չեն արել։ Որովհետև իրանք Ալիևի հետ պայմանավորվել են ու ուզում են առհասարակ մոռացության մատներ։ Դուք մեզ կտակ, որ իրանք Ալիևի հետ պայմանավորվել են, Չէ, մենք դա մեր քաղաքական գնահատականն է դա։ Դա մեր քաղաքական գնահատական ուզում իրավական կարծիք նայեք, մենք դրավոր կպատասխանենք այդ շարժը, մենք ասում ենք, որ դուք պատկերացնեք, թե այս ամեն ինչը ինչի են փորձում, իբր ոչ մի բան չի եղել։ Չեք ուզում, ընդունեք, մենք պարտավոր չենք պատկերացնենք, դուք եք պարտավոր պատկերացնեք։ Դուք եք պատկերացնում ենք, ես ես հիմա ձեր հետ չեմ բանավիճում, ես ասում եմ, որ դուք պատկերացնեք, թե ինչի այդ նիստը չի եղել, ինչի այդ զեկույցը չեն ուզում հրապարակել։ Մենք առաջին օրն ենք, հա, այս քաղաքական պայքարին։ Առնվազն 88 թվականից ամենաքիչը։ Մի այլ հիմա ձեր հնչացրածը եղավ, որից մեղավորը ներկա իշխանությունը այն ամբիոնից հնչում է, մեղավորը նախկինները։ Եկեք դուրս գանք մի հատ։ Նախկինները ներկա օբյեկտիվ է։ Օբյեկտիվ Իրանք հետո հրաժարվել են այդ զեկույցը հրապարակելուց և այդ նիստը անելուց։ Ես ձեզ հիմա ասում եմ, որ հասկանում եք, որ դուք մեղավոր չեք, մենք իմպուլսը տվել չհրապարակման մեջ Դավաճանը առն հոգին, թե իրեք հոգի է, չգիտեմ քանի հոգի էին, ասում հետո ոչ մեկին չկարացան ապացուցել։ Եկեք հրապարակեք, որ իրեք Ալիևի հետ է, որպեսի մենք էլ հետո կարողանանք ասել, որ մեր դիմում ուղղակի Ալիևին։ Իրավական հարցը միանշանակ պատասխանում ակոպտես։ Ես շատ եմ խնդրում, այստեղ իրավական բավականին հիմքեր կան, բայց ասեք, դուք նաև ասեք, որ այս հիմքերը մեզ չի վերաբերում, վերաբերում է սխալը ճիշտ է, որովհետև ըստ էության մենք ներկայացնում ենք հանրագիր, այդ հոգուցավել արդեն կոլեկտիվ հանրագիր։ Այսինքն մենք ցանկացած դեպքում Պարզ իմացեք, եթե մենք գնացել ենք այսօր դատախազություն, գնալու ենք դատարան, գնալու ենք միջազգային դատարան։ Սա հարցը պետք է ես քաղաքացին եմ, ես ուզում եմ իմանալ իմ երկրում տեղի ունեցել պատերազմ, իմ ձեռքի մի մասը կտրել տվել եմ թշնամուն։ Ես պետք է իմանամ ով է կտրել, ինչի է կտրել։ Եվ այդ իրավունքը ուներ այդ թուղթը ստորագրողը, որը միջազգային իրավական առումով հաստատում է, թե չէ, ես պարտավոր եմ իմանալ, ես այս երկրի քաղաքացի եմ։ Ես ձեզ խնդրում եմ մի բան, կամ մեզ օժանդակում եք, հակառակ դեպքում ստացվի այնպես, որ եթե դուք մեզ օժանդակում եք, մենք գալիս ենք ձեզ թեփուտի գույք ենք դառնում։ Եթե չեք օժանդակում եք, փորձում ենք Այստեղ մենք մարդիկ գիտեն, որ մենք երբևէ անհայտության մեջ գտնվող ընտանիքներին իրանց հետ ունենք լավ հարաբերություններ, շատ ջերմ հարաբերություններ։ արդյունքը ուզում ասեմ, չէ, ուզում եք ասեք, դուրս եկեք, հուզականից եկեք էմոցիոնալ հուզականից դուրս վիճելու առարկա է դառնալու դա։ Էմոցիոնալ ֆոն արդեն կա։ Սեփական մեկնաբանությունների եկեք օրինակ հաստատենք եւ հանրությունը անգամ դժվարությանը հարողները պետք է այսօր գան միանան սահմանադրական այս խախտումներին սատարելու։ Այս գիծը տանենք եւ միջև ընտրություններ բարձրանանք։ Շատ ընտրություններով կգնանք Ես լսում եմ էլի, այսինքն դուք համաձայն չեք եղել հանձնաժողովի նիստերին չեն գնացել, քանի որ այն կարգավորող չի կարող խոսքի
դավաճանը մարդասպանը, չգիտեմ, հանցագործություն քննի, ճիշտ է, դες բան լսեցի, դες բան անգամ ճիշտ է, օբյեկտիվ է հա, պատասխանը։ սենց էլի, այսինքն, դա մենք կարծում ենք, սաղս կարծում ենք, որ իրանք հանցագործ են, իրանք է գործ են քնում, մենք էլ ասում ենք, մենք էլ ձեր հետ գործ չունենք, ուսո ինչ-որ արել։ Արսեն ջան, դուք եք եկել հանձնաժողով։